Ողջույն, եթերում, ինչպես հասկացաք, Drive News-ն է։ Այսօր մեզ ընձեռնվել է մի բացառիկ հնարավորություն փորձարկել բավականին թանկարժեք եւ լյուքսային ավտոմեքենա։ Դե բնականաբար պետք է հագնվել համապատասխան։ Դե ինչ լավ, երկար-բարակ չխոսեմ, դիմավորեք Rolls-Royce Ghost։ Գնացինք։ Ալո, ապեր ուր եք, գիտեք ինչքան վաղտակ անգնած ձեզ ենք սպասում, հիմա ինչ սյա այսօրվա սյոմքեն դուրս եկա, բա, լուրջ եմ ասում հաջող, հավնա չէ, հեսա ես մի հատ ուրեմն գնամ տեսնեմ ումնա, բայց ես որտեղ կարելի է նկարել, ինչ-որ սարեր պետք է բարձրանալ սրանով, սարեր, լավ, արի սենց անենք, ուրեմն ես գնում եմ այս ավտոյի տիրոջը գտնեմ, դու մի բան մտածի չգիտեմ, հասկացանք, գնացինք, 5 րոպեից տեղ։ Հարազեր։ Ուրեմն ինձ հարկավոր է ինչ-որ շատ ամուր և չգիտեմ որակյալ ինչ-որ շոր արտաճանապարհային պայմաններում դիմանալու համար։ Մենք կարող ենք ձեզ օգնել, մենք ունենք Սոլովնյակ և Քեշուա ֆիրմայի տեսականի, մենք հիմա ձեզ համար կընտրենք հարմար համակարգ։ Շնորհակալություն։ Охота, брат, охота на охоту. Да в дальнюю стороночку нести свою двустволочку. Охота, брат, охота. Ինչ անչափ շնորհակալություն, ամեն ինչ պարզապես իդեալական է, գնացինք։ Охота, брат, охоta. Ես իդեպ արդեն պայմանավորվեցի սեփականատիրոջ հետ, որ պետք է փորձարկենք մեքենան, ի ուրախություն մեզ, իզուր չկորավ մեր այսօրվա օրը, էլի։ Շատ կա վերջացնելուն։ Լավ, սպասենք։ Ասենք, որ մենք այսօր պատրաստ ենք ոչ միայն պարզապես փորձարկել ինչ-որ ավտոմեքենա, ինչպես հասկացաք, շատ բարդ և շատ դժվարագին, ծանրագին աշխատանքի արդյունքում ստացած մեքենա, այլև մենք այդ մեքենայով կփորձենք գնալ որսի։ Ես կյանքում չեմ գնացել որսի, ես կասկածում եմ, որ ինչ-որ բան կստացվի, բայց համենայն դեպս թեյ խմեք, առողջ արարա։ Դե ինչ այ հիմա ողջույն արգելի հեռուստադիտող։ Ուրեմն ինչպես հասկացաք արդեն, ավելի ճիշտ ինչպես ձեզանից շատերը հասկացան, ովքեր ճանաչեցին մեքենան, մենք այսօր փորձարկում ենք գազ 69, բայց ասեմ ձեզ, որ սա պարզապես գազ 69 չէ, այն ամբողջովին վերափոխված է, ամբողջովին ձևափոխված, յուրաքանչյուր դետալ, մի խոսքով, բացի թափքից, ուրիշ ոչինչ գազ 69 չէ, այն պատրաստված է լիովին միմիայն արտաճանապարհային պայմաններում մեքենան վարելու համար եւ պատրաստված է Wrangler 2005, եթե չեմ սխալվում, թվականի արտադրության Jeep Wrangler-ի հենահարթակի վրա, այսինքն բազայի վրա, լիովին, սա Jeep Wrangler-ը։ Ընդ որում
ոչ թե գործարանային մասերից հավաքված, այլ tuning-ային։ Այսինքն հավաքված է այն tuning-ային մասերով, որոնք արտադրվել են հատուկ 2005 թվականի արտադրության Jeep Wrangler-ի համար։ 4 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, բնականաբար Wrangler-ի, գիտե բենզինային, ոչ թե դիզելային։ Ինչը շատ հետաքրքիր է, որովհետև հիմնականում նման, այսինքն արտաճանապարհային պայմանների համար հիմնականում ընտրում են դիզելային շարժիչներ, որովհետև ոլորող մոմենտը դիզելային շարժիչի բարձր է։ Բայց ասեմ, որ այս մեքենան գերազանց, այս իր այս ընդհանուր մեծությունը կարծում եմ բոլորը տեսնում եք, զգում եք, պատկերացնում եք ինչքան ծանր մեքենա սա կարող է լինել, բայց այս շարժիչը լիովին բավարարում է բոլոր պահանջները։ Փոխանցումատուփը շատ լավ կրկին Wrangler-ի, այստեղ երկու այս բռնակները, երկուսն էլ միջլիսերային դիֆերենցիալի համակարգի միացնելն ու անջատելն է, այսինքն մեկը դիմացի միջլիսերային դիֆերենցիալն է միացնում անջատում, մեկը հետևի։ Մի խոսքով կարողանում ես լիովին կառավարել մեքենայի այդ անվային քարշակման համակարգը, այսպես ասած։ Ես ասեմ, որ մենք նոր ենք վերցրել մեքենան, դեռ չենք հասել ինչ-որ արտաճանապարհային տեղ։ Ասեմ, որ ճանապարհներին, այսինքն ասֆալտի վրա վարելու համար այս մեքենան բավականին խիզախ պետք է լինես ու ուժեղ ու չգիտեմ, մի խոսքով բավականին դժվար է ասֆալտի վրա պահել այս մեքենան ուղիղ, որովհետև անիվները 36 դյույմ է, շատ մեծ պրոտեկտորներով, որոնց ամեն մեկին հատիկ առ հատիկ դու զգում ես ասֆալտի վրա, այսինքն ամեն մի պրոտեկտորը քո ղեկը զգում է եւ փոխանցում է քեզ, ինչը բավականին դժվարություն է առաջացնում մեքենան ուղիղ պահելու համար։ Կարծում եմ off-road պայմաններում նա լիովին կբավարարի իր առջև դրված պահանջները։ Այնպես չի էլի, որ այս մեքենայից կարելի է ասել, ասենք հարմարավետ չի, արժե նրանից ունենալ, չարժե, չգիտեմ, ահա որ մեծ է ու ընդհանրապես չես կարողանում հասկանալ ոչ մի տիպի չես կարողանում տեղավորվել ինչ-որ փոքր արանքներ կամ կարողանում ես, չգիտեմ, ուղղակի պետքա ծանոթ լինես թափերին, որին ես ծանոթ չեմ։ Բայց շարժիչը իրոք հիանալի քաշում է, շատ լավ է քաշում։ Դա ասենք ռացիա, այս է։ Ալո, ռացիա եւ անհարմար սրա։ Դա է արտաճանապարհային մեքենայի համար նախատեսված օպցիաները։ Իդեպ ասեմ, այս տանիքը դուրս է գալիս, մենք հիմա որ գնանք որսի, այսպես ասած որսի, որովհետև ես շատ ուժեղ կասկածում եմ, որ մենք կկարողանանք մի բան որսալ, ամենայն դեպս ես, որովհետև ես շատ հեռու եմ նման բանից, ես նույնիսկ կարող եմ կենդանում տեսնեմ, այսենց դեմս կանգնած, չեմ կարող կրակել պարզապես։ Իդեպ հարմարավետություններից, ասեմ, որ մեքենայի մեջ կա մագնիտոֆոն, CD մագնիտոֆոն, ինչը կարող է ինչ-որ չափով այսպես մեղմացնել եւ հեշտացնել ձեր ճամփորդությունը, ամենայն դեպս ասֆալտի վրայի ճամփորդությունը, մինչեւ հասնեք համապատասխան վայր, բայց ես արդեն չեմ համբերում, թե երբ ենք հասնելու քարքրոտ, սարուձորոտ, ցեխոտ ու ջրոտ տեղեր, որ իրոք այդ ժամանակ վայելեմ ես այս ավտոմեքենան։ Իդեպ ասեմ, որ այս ավտոմեքենան եզակին չէ իր տեսակում, նա ունի եղբայր կամ քույր, ոնց ուզում եք հասկացեք։ Բայց աշխարհում կարելի ասել այս երկուսն են, որովհետև սեփականատերը վերցրել է այս GAZ 69, որոշել է հավաքել ամբողջովին Wrangler-ի բազայի վրա, հավաքել, պատրաստել, վերջացրել է եւ հասկացել է, որ իրեն պետք է եւս մեկը։ Հարցրեք ինչի համար, չէ՞ որ դու արդեն ունես մեկը։ Ասեմ ինչի համար։ Բարդ անցանելի ճանապարհներով երթևեկելու ժամանակ տեսած կլինեք, երբ որ մեքենան այլևս չի կարողանում բարձրանալ, խրվում է ինչ-որ տեղ, չգիտեմ, ցեխ կլինի կամ կողքի վրա գլորվում է, չգիտեմ, ինչ-որ մեկը պետք է, ինչ-որ մի մեքենա պետք է լինի, որ նրան դուրս բերի այդ իրավիճակից։ Ճիշտ է, մարդը նստել, որոշել
եւ հասկացել է, որ ինքը պետք է ունենա երկրորդ մեքենան, որպեսզի ամեն անգամ ինքը այս մեկին այն մեկին չխնդրի, որպեսզի իր մեքենան դուրս բերեն ճահիճից կամ ցեխից։ Ինքը իր մեքենաները ինքն իրան գալիս անում, ինքն իրան գնում, մի խոսքով։ Երկրորդը ասեմ, որ նույնից չի։ Երկրորդը էլի գազ 69-ն է, բայց ամբողջովին պատրաստված արդեն Toyota-ի բազայի վրա, ոչ թե Wrangler-ի, այնպես որ այս մեքենան կարելի է համարել միակը։ Ինչպես որ երկրորդ գազ 69-ը, որը հավաքված է Toyota-ի բազայի վրա։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ այս դուռը, վարորդի դուռը, չգիտես ինչի, շատ փոքր է, շատ, այսինքն նստելը բավականին բարդ է։ Ես դեռ մի քիչ բուջուր եմ, տեղավորվում եմ, բայց մի քիչ ավելի թիկ տեղ մարդ հաստատ չի տեղավորվի նորմալ էլի, չնայած որ նստարանը բավականին հետ գալիս է, այսինքն նստելա տեղը հարմար է։ Իսկ այս ուղևորի դուռը 3 չափն է այսքան մեծ, թե ինչի համար է, երևի որ հեշտ նստեն իջնեն ուղևորները, որովհետև դե ինչպես հասկացաք կուպե է, թափքը։ Հիմա մենք հասանք համեմատաբար մի քիչ ավելի վատ ճանապարհ, բայց դեռ մենք ասֆալտով ենք երթևեկում։ Ինչպես տեսնում եք, արդեն գեղեցիկ անտառներ, աշուն, կարմիր դեղին կանաչ կապուտ, մանուշակագույն, փիրուզագույն տերևներ։ Отогрелся болотник, дымит костерок. Эй, бродяга-охотник, спеши на дымок, сядь поближе к костру, свой трофей разложи, да и байку по теме друзьям расскажи, где приврешь, там простят. Ну была, не была, пей еще 150, чтоб охота была. Нам что холод, что зной, пробуждайтесь, леса. Ну еще по одной и пальнем в небеса. Ну еще по одной и пальнем в небеса. Ինչ կարծում եմ կարելի է ծանոթանալ այս մեքենայի արտաքինին։ Ուրեմն այդ ահռելի մեծ 36 դյույմանոց անիվները։ Հիմա դուք ինձ հասկանում եք, թե ինչի էի ասում ասֆալտի վրա այս մեքենան վարելը ահավոր է։ Այստեղ դիմացի հատվածում ունենք բավականին հզոր, բավականին ուժեղ այս լուսադիոդային լույսերը, լուսարձակները, քսենոնային լուսարձակները բավականին հզոր, բնականաբար դե իրանք իր գործարանայինները կան, աշխատում են, դե բնականաբար չէր կարող այս մեքենան չունենալ քարշակ եւ դիմացի հատվածում եւ հետեւում, հեսա դա էլ կտեսնենք։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ այս մեքենան ունի կացին, այստեղ անիվ բնականաբար ահա ճոպանակը, հետևի ճոպանակը, այստեղ բենզինի համար նախատեսված այսպիսի տարա, շատ լավ մեքենա, անկեղծ։ Բայց ես ձեզ խորհուրդ չեմ տա գնել կամ պատրաստել նման ավտոմեքենա, եթե ուզում եք պարզապես քաղաքում վարել, կարծում եմ դուք հասկանում եք, որ անիմաստ է։ Այս մեքենան այս տիպի վայրերի համար է։ Շարժիչ, ահա, 4 լիտր աշխատանքային ծավալով Wrangler-յան շարժիչը։ Իդեպ, այս քառակուսի այս մետաղները գիտեք ինչի համար է պետք է ասեմ։ Ուրեմն որսի ժամանակ, երբ դուրս է գալիս այս վրանը, դուրս է գալիս, մեքենան դառնում է կաբրիոլետ, հետո ասենք մեքենայի մեջ նստած ես, ուզում ես դիմացի հատվածից որս անել։ Ծալվում է այս ապակին, այսինքն գալիս է առաջ եւ պարկում է սրանց վրա եւ թույլ է տալիս վարորդին եւ կողքի որսորդին հանգիստ կատարել կրակներ այսպես ուղիղ։ Դե ընթացային մասերը բնականաբար արդեն տեսակ, ինչպես է ամբողջովին վերափոխված, ձևափոխված, ամբողջը սպորտա հատուկ օֆրոդի համար բարձրացված։ Դե ինչ, կարծում եմ ճիշտ կլինի հենց հիմա, հենց այս պահին մենք այս մեքենայով բարձրանանք մի հատ շատ դժվար անցանելի տեղ, այս խիտ անտառի մեջով, որտեղ նաև կարող է գտնենք կենդանիներ, հույս ունեմ էլի, կգտնենք համապատասխան կենդանիներ, որոնց կարելի է վերջում ուտել։ Չէ, իրանք թող իրանց խոտը ուտեն, մենք գնանք ուրիշ կենդանի ուտենք։
Դե ինչ, կենթանիների հետապնդումը հայտարարում եմ սկսված։ Քեշուա Արմենիա յուրախություն բոլոր ակտիվ սպորտի սիրահարներին ներկայացնում է այսուհետ ֆրանսիական համաշխարհային ճանաչում ունեցող Քեշուա եւ Սոլոնյակ ապրանքանիշների ողջ տեսականին արդեն Հայաստանում Քեշուա Արմենիա հասցե խորենացի 165/2 Metax Gold-ի հարևանությամբ մանրամասների համար 091 20 17 04 Քեշուա Արմենիա Archer. А я ружье свое возьму, а я тебе, дорогая, скажу, что ты меня сегодня не жди, у нас открытие охоты. А я ружье свое возьму, а я тебе, дорогая, скажу, что ты меня сегодня не жди, у нас открытие охоты. Բայց չի կարելի արջի կրակել։ Ինչպես հասկացաք, մենք դեռ ոչինչ չենք կարողացել որսալ եւ մեր միակ սնունդը պոպոկն է տվյալ պահին։ Մենք գտնվում ենք մի շատ գեղատեսիլ մի վայրում, բնության գրկում, ինչպես տեսնում եք, կովիկներ, բայց դե բնականաբար կով չենք ուզում որսալ։ Հիմա շատերդ կկարծեք, ես ինչ մի որսի մասին հաղորդում են սարքել։ Ոչ բացարձակապես որսի հետ կապ չունի, պարզապես մեքենան էր համապատասխանում, դրա համար որոշեցինք գանք որսի։ Առաջարկում եմ բարձրանալ սարի վերևը, մի քիչ ավելի վերև բարձրանանք, տեսնենք էլ ինչ կտեսնենք, ինչ կենթանի։ Հիմա ես պատրաստվում եմ իջեցնել այս մեքենայի պատուհանները։ 1 2 3 4 Ահա եւ վերջ ապակին վնասազերծված է։ Գազվացունինը կարելի է համարել խորհրդային ժամանակների գլուխ գործոցներից մեկը։ Այս արտաճանապարհայինը ամենաշատ հանդիպող ամենագնացներից է օֆրոդ մրցությունների ժամանակ եւ դեռ երկար կմնա շատ ջիպերների ուշադրության կենտրոնում։ Սակայն այս մեկը սովորական սերիական մոդել չէ։ Այսպիսի ամենագնացի մասին կերազեն շատ ջիպերներ։ Ինչպես նշում է հենց սեփականատերը, թեև ավտոմեքենան արտաքնապես գազվացունինն է, սակայն այն հավաքվել է Jeep Wrangler-ի շրջանակի վրա։ Այս ամենով հանդերձ չի օգտագործվել սերիական ոչ մի դետալ։ Городская, кипучая, как в чайничке вода, и люди, радостно мечтая, бегут, а сами не знают куда.
Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ամենագնացների համար ընթացային մասը ամենակարևոր հանգույցներից է, եթե ոչ կարևորագույնը։ Այստեղ դրա հավաքման համար պահեստամասերը հատուկ պատվիրվել են ԱՄՆ-ից։ Դրանք արտադրված են Jeep-երի թյունինգային OX ընկերության կողմից։ Օգտագործված ֆիրմային կամրջակների, զսպանակների ու մեղմիչների շնորհիվ ավտոմեքենայի լուսաձեռքը մոտ 16 սանտիմետրով բարձրացել է։ Սա իհարկե ավելացնում է ամենագնացի անցողունակությունը, իսկ կոշտ միջլիսերային դիֆերենցիալի շնորհիվ ապահովում է անիվների առավելագույն շղթայակցումը, այսինքն սցիպլենիը ճանապարհածածկույթի հետ, այնպես որ ուր էլ գնաք, ինչպիսի տեղանքում էլ հայտնվեք, այս ավտոմեքենան կլինի ստեղծված բարդ իրավիճակներից դուրս գալու լավագույն միջոցը։ В траве сидел кузнечик, совсем как огуречек, зелененький он был. Ախր ոչ մի կենցանի չի կարելի կրակել, է։ Представьте себе, совсем как огуречек. Բլոճ։ Հեսա գնում բլոճի որսի։ Շատ ու շատ կենցանիների որսը արգելված է։ Եվ մեզ չհաջողվեց, դեռ չի հաջողվել ինչ-որ որս կատարել, բայց ես անպայման մի բան կրակելու եմ։ Այսքան ճանապարհ կտրել է, անցել եկել է, որս չանեմ, ոչ, չի լինի այդպես։ Այս օպերատորն էր։ Ապեր։ Ինչպես հասկացաք, ես պարզապես երբ փոխվեցի, այս զենքը ու փամփուշտները մնացին մոտս, այսպես մոռացա։ Կատակ եմ անում, թիթիզանում էի։ Լավ։ Ինչպես հասկացաք, հարգելի բարեկամներ, դե որսը վերջացրեցինք եւ եկանք ուր, ճիշտ է, իմ բնակարան։ Սա իմ բնակարանն է, ծանոթացեք։ Դե ինչու ոչ, մեքենան ունեմ, որսի, շորերը ունեմ, զենք զինամթերքը այսենց ունեմ, բնակարանն է համապատասխան ունեմ, այո, ինչ վատ է որ։ Լավ, ամփոփելով այսօրվա մեր որսը, ասեմ, ինչ եմ կրակել ես։ Տուշոնկա եւ խոզի տուշոնկա։ Այո, սա է լինելու մեր այսօրվա կերակուրը, քանի որ ես մի քիչ ուշ իմացա, որ Հայաստանում պարզապես նման կենդանիներին սպանել չի կարելի։ Դե չի կարելի։ Հիմա մի հատ օպերատոր սպանեցինք, դիտել ոնց որ միամիտ ստացվեց, բայց համե օպերատորների որսը օրինակ չի արգելվում, չէ։ Ես խոստանում եմ, որ նրան երկար տարիներ կհիշեմ, եւ հենց այս պահին առաջարկում եմ պարզապես այսպես հարգել նրա հիշատակը 1 րոպե լրությամբ։ Եվ այսպես այսօրվա համար այսքան մեր հարգելի բարեկամներ, իսկ բաց թողնված հաղորդումները դուք կարող եք դիտել բնականաբար մեր պաշտոնական կայքում 3w.autodrive.am հասցեով։ Նույնիսկ կարող եք միանալ մեզ Facebook-ում, կարող եք գտնել շատ հեշտ։ Այո, դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ Drive News-ին եթերում, իսկ մենք գնացինք հաց ուտենք։ Տղեկ, եկեք։ Եկ, արի ապեր, արի։ Մեր որսը։ Ես մեկ բացեք մեկդ։ Ես առաջարկում եմ բաժակ բարձրացնենք մեր օպերատորի համար։ Թե չէ։ Չէ։ Լավ։ Ես տուշոնկեն մեկ լցրեք։